100 միլիարդով խոսվեց, որ ծախսերը կրճատվելու են հաջորդ տարվա բյուջեով, հիմնական որ ոլորտներից են կրճատվելու եւ ինչու է նման որոշում կայացվել։ Գիտեք, ոլորտներով բոլոր ոլորտներից էլ ընդհանուր առմամբ կան կրճատումներ։ Որոշումը կայացվել է, ես արդեն ձեզ ասացի։ Դու գիտեք, չես կարող միանգամից թիրախավորել 4 ուղղություն։ Պետք է քեզ համար գերնպատակ ընտրես, որովհետև բյուջեն այնպիսի բան է, դա հաշվեկշռված հոսքերի աղյուսակ է։ Իսկ գերնպատակը մեզ համար ֆիքսվել է, դա պարտքի ցուցանիշն է եւ կայունությունն է։ Պարտքը ծնող ուղղությունը դա պակասուրդն է։ Մենք 2 տարի անընդմեջ ունեցել ենք բավականին բարձր պակասուրդի մակարդակ հնայի մեջ, եւ ես ձեզ բացատրեցի դա ինչի համար է այդպես եղել, կարծում եմ որ նորմալ է, որտեղ եթե արտաքին հատվածից դու ունես բացասական հետևանքներ, բնականաբար պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը համեմատաբար ավելի թուլացված լինի։ Արդյունքը ում է եկել այն, ինչ ունենք, որ պարտքի հնարավորությունը աճել է եւ դեֆիցիտը աճել է։ Գերնպատակ է եղել, որպեսզի մենք կարողանանք ծախսերի մասով ավելի պահպանողական լինենք, ծրագրերը ավելի հետևողական լինենք, ընդ որում ես ձեզ ասեմ, որ միջնաժամկետում մենք ունենք եւս տնային աշխատանք կատարելու, այսօր վարչապետը մեկ հանձնարարություն եւս տվեց, դա պողակների մասով է, որպեսզի պողակներում եւս մեկ անգամ բոլոր մարմինների հետ նաեւ ֆինանսների նախարարությունը վերանայի եւ հստակեցնի յուրաքանչյուր ծախսուկ միավորում պողակներ գումարները ստանալով ինչպեսի ավելացված արժեքին ստեղծում տնտեսության համար։ Իմիջիայլոց սա ծրագրային բյուջետավորման կարևորագույն հենասյունն է, որը մենք շատ ուժեղ ուշադրություն ենք դարձնելու ապագայում։ Փողը պետք է ծախսի նպատակային եւ փողը պետք է բերի ավելացված արժեք։ Դրա համար մենք եւս մեկ անգամ միջնաժամկետ աշխատանք ենք անելու։ Եթե արտաքին պատճառով մեզ վարկերը չտան, առանց սեկվեսը կարող են գյուղական։ Այդպես գիտեք, սովորաբար այդպես չի լինում, որ ընդհանրապես վարկեր չեն տալի։ Սովորաբար ընդ որում վարկ վերցնելը դա խնդիր չէ։ Խնդիրը նա է, երբ որ վարկը վերցնում ես եւ կատարում ես անկայուն քաղաքականություն ես իրականացնում։ Դա հանգեցնում է նրան, որ ներդրողները, եթե խոսքը վերաբերում ասի միջազգային կապիտալի շուկայի կամ զարգացման ֆինանսական կազմակերպությունները, դրանք ավելի պահպանող են լինում, որովհետեւ ասում են դուք ապագա տարիներին խնդրում եմ ցույց տվեք ինչ կարող եք մարելու ձեր ապագա պարտավորությունները։ Հենց դրա համար մենք դա թիրախ ենք վերցրել, որպեսզի մենք շարժվենք այնպես, որպեսզի որևէ վստահության խնդիր չառաջանա մեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ մեր ներդրողների։ Պետական պարտքի նման կտրուկ աճը ինչ է նշանակում ձեր կարծիքով, ինչքանով է սպառնալիքի տակ դնում մեր մակրոտնտեսական կայունությունը։ Պետական տեսեք, պարտքի քաղաքականությունը ընդհանրապես ամբողջ աշխարհում ասեն 3 տարում 7%-ային կետով ավելացել է, սա ինչ է նշանակում։ Գիտեք, դա այդքան վտանգավոր չէ եւ ես բացատրեցի դա ինչի համար է այդպես արվել, որովհետեւ հակառակ պարագայում, եթե հարկաբյուջետային քաղաքականությունը ընդլայնող չէ, ընդ որում 2014 թվականի դրամավարկային քաղաքականության օժտացումների պարագայում եւ դրամավարկային քաղաքականությունը կարծում եմ որ նորմալ է օժտացումների գնաց, որովհետեւ կային անհարկի սպասումներ արժեքի մասով, իսկ բոլորը տեղեկացել դրա մասին մանրամասն պատմել։ Ամեն դեպքում դա դրացնքում պետք է լինեն, որ պետք է պարտքի միջոցով դու լավացիչ պահանջակ կամ շունչ հավաքել տնտեսությանը։ Հակառակ դեպքում քո տնտեսական աճի ցուցանիշները ոչ թե կլինեին 3 կամ ենթային այս տարի նախորդ տարիների շնչով, այլ շատ ավելի ցած։ Բայց բան նախարար, տեսեք, մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է եւ մենք ունենք 7% պետական 7%-ային կետով պետական պարտքի։ Ստացվում է, որ մենք չենք հասել մեր պարտքը ավելացել ենք, բայց տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում։ Գիտեք, այդ չափազանց ծանր, շատ աղետալի կամ նմանատիպ ձևակերպումները, գիտեք, պետք է միշտ հարաբերության մեջ լինեն։ Բան վարչապետը ասաց։ Սպասեք, վարչապետը իրատեսականությունն է, եւ ես վստահ եմ, որ վարչապետի արձագանքը շատ նորմալ է։ Բայց երբ որ մենք ասում ենք նպատակին չենք հասել, որտեղ պարտք ես այդ ձևակերպման հետ չկարողացել, գիտեք, մենք ամեն դեպքում ունենք որոշակի սահմանափակ։ Իհարկե, եթե մենք պարտքը ավելացնենք շատ ավելի կտրուկ, որը որ հաջորդ տարիներին տնտեսական աճ կստեղծեր, բնականաբար ավելի բարձր տնտեսական աճերով կգնանք, բայց մենք միշտ նաև հետամուտ ենք եղել, որպեսզի պարտքի քիլար չլինի, այսինքն ոչ թե գնում Արգենտինայի օրը, որը ասել 1-2 տարվա ընթացքում 20-30% աճացել է պարտքը եւ վերջում հանգիստ կոլապսի։ Գնացել ավելի ամս տարբերակ, բայց մյուս տարի կլինենք ավելի պահպանող։